Ողջույն բոլորին, օրվա խորհուրդն է հունիսի 15-ի համար։ Անբարենպաստ օր է համարվում։ Այս օրը իհարկե այս ժամանակահատվածը նորալուսնից առաջ է, իհարկե, եւ բավականին էներգիայի անկում է զգացվում բոլորին մոտ։ Խորհուրդ չի տրվում ակտիվ գործունեություն ծավալել։ Այսօրը լավ է օգտագործել հոգևոր եւ ֆիզիկական թարմացման ու վերականգնման համար։ Ցանկության իրականացում, սա նպատակներին հասնելու ժամանակաշրջան է, սակայն ոչ այնքան բարենպաստ։ Ձեր ջանքերի արդյունքները չեն երևա անմիջապես, այլ որոշ ժամանակ անց, հնարավոր է նույնիսկ մի քանի ամիս հետո նոր նկատեք։ Մազերի կտրում, եթե վաղուց ցանկացել եք այցելել Վարսահարդարի մոտ, այսօր կարող եք դա անել։ Դա կարող է ուրախություն եւ բարեկեցություն բերել ձեր կյանք։ Սակայն այսօր խորհուրդ չի տրվում ներկել ձեր մազերը, որպեսզի խուսափեք մտերիմների հետ տարաձայնություններից։ Այգի եւ բանջարանոց։ Նորալուսնից առաջ սկսվում է իհարկե 29-րդ լուսնային օրը, որը համարվում է բարդ շրջան, պայմանավորված բնական ռիթմերի փոփոխությամբ։ Այս ընթացքում բույսերի աճի գործընթացները դանդաղում են, սակայն դրանց մեջ ակտիվորեն կուտակվում են օգտակար միկրոտարրեր։ Սա իդեալական ժամանակ է վնասատուների եւ մոլախոտների դեմ պայքարելու համար։ Նաեւ բարենպաստ ժամանակ է ծառերի եւ թփերի էտման համար։ Անձնական կյանք։ Խորհուրդ է տրվում այսօրը խուսափել զուգընկերոջ հետ հանդիպումներից։ Նույնիսկ եթե ձեր հարաբերությունները կայուն են, ավելի լավ է սահմանափակել շփումը, որպեսզի խուսափեք հնարավոր վեճերից կամ նույնիսկ բաժանումից։ Պետք է զգույշ լինել նաև ինտիմ հարաբերությունների հարցում, որպեսզի չվնասեք առողջությանը։ Աշխատանք եւ գումար։ Եթե հնարավոր է, ավելի լավ է օրը տանն անցկացնել եւ չաշխատել։ Եթե դա հնարավոր չէ, զբաղվեք միայն թեթև գործերով, փաստաթղթերի կարգավորում, ծրագրերի կազմում եւ պլանավորում։ Խուսափեք ղեկավարության հետ շփումներից եւ երկար զրույցներից։ Խորհուրդ չի տրվում փոխել աշխատավայրը։ Ամուսնություն։ Այսօր խորհուրդ չի տրվում ամուսնանալ, քանի որ այս շրջանում ստեղծված ընտանիքները հաճախ անկայուն են լինում եւ կարող են ավարտվել ամուսնալուծությամբ։ Այսօրը խորհուրդ չի տրվում նաեւ բաժանվել, որպեսզի խուսափեք ավելորդ կոնֆլիկտներից եւ վեճերից։ Այսօրվա երազները։ Այսօրվա երազները հաճախ խաբուսիկ են եւ կանխատեսող նշանակություններ չունեն։ Դրանք կարող են տհաճ զգացողություններ առաջացնել մարդկանց մոտ։ Ինչ կարելի է անել այսօր եւ ինչը ոչ։ Նոր գործեր։ Խորհուրդ չի տրվում սկսել նոր գործեր, դրանք կարելի է միայն պլանավորել։ Բիզնես։ Կարելի է զբաղվել ընթացիկ գործերով, սակայն կարևոր որոշումները ավելի լավ է տեղափոխել այլ օր։ Ավելի լավ է չզբաղվել ֆինանսական հարցերով։ Անշարժ գույք։ Չեզոք լուսնային օր է համարվում նաև անշարժ գույքի գործարքների համար։ Առևտուր։ Ավելի լավ է հետաձգել ավելի հարմար ժամանակի։ Գիտություն։ Լիովին հարմար օր է գիտական գործունեության համար։ Ստեղծագործություն։ Բարենպաստ լուսնային օր է ստեղծագործական աշխատանքի համար։ Շփումներ։ Չի կարելի շփվել անծանոթ կամ կողմնակի մարդկանց հետ։ Ճանապարհորդություններ։ Կարելի է մեկնել նախապես պլանավորված ճանապարհորդությունների։ Տեղափոխություն։ Այսօրը տեղափոխությունը ավելի լավ է հետաձգել։ Հանգիստ։ Հենց ժամանակն է հանգստանալու։ Ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Կարելի է սկսել ֆիզիկական վարժությունների նոր շարք կամ մարզումների ցիկլ։ Ամուսնություն։ Նշանադրությունը կամ հարսանիքը ավելի լավ է տեղափոխել այլ օր։ Ինտիմ հարաբերություններ արժե զերծ մնալ ինտիմ մտերմությունից։ Բեղմնավորում բարենպաստ օր է երեխայի բեղմնավորման համար։ Սնունդ։ Օրը բարենպաստ է ծոմապահության կամ սննդի սահմանափակման համար։ Ինքնազգացողություն։ Ուշադիր հետևեք ձեր ինքնազգացողությանը եւ առողջական վիճակին։ Այսքանը սիրելիներս, ձեզ լավ օր եմ մաղթում։